Հարձակողական ռեալիզմի դեսությունից այստեղ շատ հավանական է, որ ուրեմն Միացյալ Նահանգները Իսրայելի միջնորդությամբ եւ գլխավորությամբ հարձակողական արդեն դիրքի անցնեն։ Որն է այս պահին գերակշռում, թե 50-50-ը դեռ։ Այս պահին ես կարծում եմ իհարկե այդ պաշտպանողական ռեալիզմն է, նույնիսկ այդ հարձակումը Իրանին այսպես չի կապիտուլացնելու։ Այդ աշխարհը չէ այսօր, որ Միացյալ Նահանգները ուրեմն այսպես կարողանա այդպիսի հարձակում իրականացնել եւ մարսել։ Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները այդպիսի ուրեմն արկածախնդրության կգնան, որ արիտ տան Չինաստանի ուրեմն ազդեցությունը մեծանալուն Անդրկովկասում եւ Մերձավոր Արևելքում միգուցե այսպես ռմբակոծումներ լինեն սաստելու որ կան բանակցությունների, բայց չեմ կարծում, որ այն լուրջ հարված կհասցվի Իրանին։ Այս իրավիճակը խառնաշփոթ իրավիճակ է, ես կարծում եմ, որ Ադրբեջանը կօգտագործի միգուցե մեր հարավի հանդեպ ինչ որ ոտնձգությունները փորձել իրականացնել։ Հարևան Իրանի շուրջ կարծես թե օղակը սեղմվում է։ Վաշինգտոնից ու Թել Ավիվից ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչում։ Միջազգային մամուլը գուժում է մոտալուտ հարվածի մասին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր որքան է հավանական ռազմական զարգացումը, ինչպես է անդրադառնալու մեզ վրա։ Արևելագետ միջազգայնագետ Արարատ Կոստանյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ, պարոն Կոստանյան։ Եվ այսպես ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնությունը ձեռք չբերեն, ասում է պատերազմի սպառնալիք կա, այդպես ակնարկում են, Թրամփն է ասում։ Նույն ազդակները դեպի Իսրայելից են գալիս ավելի ռազմատենչ տեքստերով։ Ինչու՞ չէ Եվրոպայի 3 Ֆրանսիայի արտգործնախարարներ էր ակնարկել, որ հնարավոր է ռազմական գործողություն։ Այս պահին դուք որքանով եք հավանական համարում մոտ ապագայում ռազմական գործողությունները Իրանի դեմ, թե այդուհանդերձ բանակցային լուծում կգտնվի, Թեհրան օրինակ ասում է, որ դեմ չեմ բանակցային, բայց ուղիղ չեմ բանակցի, օրինակ որևէ երկրի, Օմանի նմանատիպ մի երկրի միջնորդությամբ։ Գիտեք, այստեղ երկու իրար այսպես պարալել գոչեր են, մեկ գոչը, որ պետք է նոր համաձայնության կան, այդ 2015-ի Միացյալ Նահանգների եւ ուրեմն Իրանի միջև այդ նյուկլեար համաձայնագրի ուրեմն վաղաժամ է համարում Միացյալ Նահանգները այդ շարունակելը այդ ուրեմն համաձայնագրի եւ կարծում եմ, որ պետք է նոր այսպես համաձայնագրի շուրջ, նոր իրադրության շուրջ, որը սա ես կարծում եմ դասական ռեալիզմի շրջանակներում է, այսինքն ավելի հարձակողական ռեալիզմի, ինչ նկատի ունեմ, միջազգային հարաբերություններում, այսինքն երբ խախտվում է ուժի բալանսը, այդ ավելի ուժեղ գտնվող կողմը արդեն հնարավոր է, որ այս պարագայում ռազմական մեթոդներով, այսինքն առաջնորդվի, եթե ինչ նկատի ունեմ, այսինքն տեսեք, ուրեմն Գազայի պատերազմում հստակ է, որ Իրանի որպես դաշնակից Համասի ուրեմն դիրքերը թուլացան ահագին։ Հետո ուրեմն Հեզբալլահի այդ պարտությունը նույնպես ուրեմն Իսրայելի դեմ այդ Գազայի շրջանակներում նույնպես թուլացել է այսօր ահագին Հեզբալլահը։ Եվ վերջում արդեն Ասադի վարչագահի ուրեմն այսպես փոշիացումը դաշտից, սա այս բոլորը բերում են ուժային բալանսի, այսինքն Իրանի դաշնակիցները, որոնք Մերձավոր Արևելքում պրոքսի ուժ էին ներկայացնում եւ իր բնականաբար իր ուժը ընդլայնվում էր այնտեղ երկար տարիներ է, ահա պակասեց։ Եթե մենք նայենք այստեղ ուրեմն հարձակողական ռեալիզմի դեսությունից, այստեղ շատ հավանական է, որ ուրեմն Միացյալ Նահանգները Իսրայելի միջնորդությամբ եւ գլխավորությամբ այսպես հարձակողական արդեն դիրքի անցնեն, որ պատճառաբանելով թե արդեն Իրանը մեգուսացած է, բայց մենակ է մնացել, այո, գործել է իր ավելի նպաստավոր է հիմա, քան ասենք մի քանի տարի առաջ։ Այո, սա ուրեմն հարձակողական ռեալիզմն է, բայց միևնույն ժամանակ զուգահեռ այդ հայտարարության մեջ հստակ Թրամփը ասաց, որ մենք ուրեմն շանսել ենք տալիս այդ նամակը ուրեմն ուղղված Խամենեիի, որ Իրանը սկսի բանակցությունները, նոր բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, այնպես որ այս երկու զուգահեռները, ահա այստեղ գալիս է այդ հայտարարությունը, որ Իրանը ավելի, այսինքն դիվանագիտական լեզվով, եթե մենք ուրեմն այսպես ճակերտները բացենք, այստեղ ուրեմն գոչը ինչ է, որ ավելի լավ է Իրանը սկսի բանակցությունների, եթե չսկսի, այլընտրանքը լինելու է ռազմական գործողություններ Իրանի նկատմամբ։ Այստեղ
գալիս է արդեն պաշտպանողական ռեալիզմը, որը երկու կողմերը լինելով հանդերձ իրենց այսպես ամբողջական հնարավորությունները դնելով սեղանին, բայց համաձայնվում են երկկողմանի լուծել խնդիրները դիվանագիտական ճանապարհով։ Հիմա այս պահին եթե նայենք այդ երկու ասած ձեր ռեալիզմներից, ո՞րն է այս պահին գերակշռում, թե 50-50-ը դեռ։ Այս պահին ես կարծում եմ իհարկե այդ պաշտպանողական ռեալիզմն է, որովհետև նույնպես Իրանը այսպես հայտարարում է, որ մենք, այսինքն նաև եթե մենք կողմ ենք բանակցությունների, բայց եթե Իրանը ենթարկվի ուրեմն այսպես հարձակման, նամանավանդ այդ նյուկլեար կենտրոնները, մենք կկարողանանք շատ արագ ուրեմն ատոմական գլխիկները պատրաստել։ Ահա սա նույնպես սպառնալիք է, որովհետև այստեղ մենք կարող ենք հասկանալ, որ ոչ թե սպասվող Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանի հանդեպ հարձակումն է, այլ դրա հետևանքները ինչ կարող է լինել։ Այսինքն նույնիսկ այդ հարձակումը Իրանին այսպես չի կապիտուլացնելու եւ Իրանը կկարողանա այդ նյուկլեար գլխիկները ուրեմն իցույց տնել եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է ռազմաբազաները, որի Իրանի շուրջ Միացյալ Նահանգները ունի երկար ժամանակ ծոցի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Էմիրություններում եւ ուրեմն այդ օվկիանոսից ներքև ուրեմն այդ կարևոր ռազմաբազան, որը Միացյալ Նահանգները փորձեց ցուցադրել այդ B2 ուրեմն ռմբագործիչները, որ արդեն այնտեղ պատրաստ են եւ շատ հանգիստ կարող են ուրեմն ռմբագործել Իրանյան այդ կենտրոնները եւ Իրանի այսպես շատ ռեկլամ արած իր դրոնները նույնիսկ չեն կարողանալու բնականաբար այդ ուրեմն հարվածներից պաշտպանվել, բայց միևնույն ժամանակ կա հետևանք, ինչպես որ նշեցի։ Իրանը կարող է պատասխանել։ Իրանը կարող է պատասխանել։ Այսինքն ուրեմն Թրամփը սրանով ավելի շատ իր քաղաքականության հավատարիմ կարծում եք, որ ավելի շատ դեռևս ուղղակի ճնշում է ուզում այո, սա մեսեյջ է, որ մենք նախատեսում ենք ուրեմն հարձակումը, մենք մեր ռազմաբազաներում ամբողջությամբ ուրեմն պատրաստակամություն ցույց ենք տնում, նամանավանդ դա մեդիաներով, YouTube-յան ուրեմն այսպես սպորտսագիտական գայաններով եւ այլն, դա ցուցադրվում է, որ այդ B2 համագարկը արդեն գտնվում է պատրաստ վիճակում։ Ես կարծում եմ սա զգուշացում է։ Ոչ թե որ հիմա կխփենք, այլ ասենք ունենք, որ արեք նստեք սեղանին։ Այո, սա ուրեմն զգուշացում է, որ ավելի լավ կլինի հարցը լուծել բանակցությունների միջոցով եւ ես կարծում եմ որ Միացյալ Նահանգները բնականաբար ունեն այդպիսի ինստիտուտ եւ կառույցներ, որը հաշվարկել են, այսինքն աշխարհը նույնպես այդ իրավիճակում չէ, ինչ որ այդ Իրաքի ներխուժումը տեղի ունեցավ։ Այդ աշխարհը չէ այսօր, որ Միացյալ Նահանգները ուրեմն այսպես կարողանա այդպիսի հարձակում իրականացնել եւ մարսել կան բազում ուրեմն այսօր խնդիրներ, հազիվ ուրեմն կարողացան այսպես որոշ ժամանակով մերցեցում չէի ասի, բայց որոշ ժամանակով ուրեմն կասեցնել այդ Ուկրաինայում շարունակվող պատերազմը, թեև ուրեմն սա որպես ուրեմն կարող է դիտվել որպես մերցեցում ժամանակավոր Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, բայց սանկցիաները մինչեւ այսօր ուրեմն Միացյալ Նահանգները չի հանում, բայց ամենևին այնտեղ ինչ որ ժամանակավոր հստակեցում եղավ եւ ես կարծում եմ այդ տարածաշրջանում Ռուսաստանի դերը շատ ավելի տեսանելի է լինելու մոտապակայում։ Իսկ գալով ուրեմն Թրամփ 2 ժամանակահատվածում հստակ է որ նա Միացյալ Նահանգները նախկին Թրամփի ժամանակ եւ հիմա առավել եւս հստակորեն նրանք նշել են որ իրենց ամենամեծ սպառնալիքը Չինաստանի տնտեսական եւ ռազմական ուրեմն ակտիվացումն է եւ ես չեմ կարծում որ Միացյալ Նահանգները այդպիսի ուրեմն արկածախնդրության կգնան որ արիտ տան Չինաստանի ուրեմն ազդեցությունը մեծանալուն Ադրկովկասում եւ Մերձավոր Արևելքում եթե այդպիսի հարձակում լինի դա կբերի իհարկե այսինքն եթե մի նախադասությամբ ամփոփենք կարծում եք որ դեռ այս պահին գոնե ավելի հակված է Թրամփը բանակցությունների քան հարձակման եթե չենք նայում ուղղակի այդ բառերին իսկ եթե գանք իրանական կողմից միշտ ընդունված է ասել ավանդաբար որ բարեփոխիչներն ավելի լոյալ են ու տրամադրված են բանակցությունների նույն միջուկային ծրագրով հիմա Փեզեշքյանը դրանցից է եւ նա մի երկու անգամ ակնարկել է որ Խամենեին է ինձ խանգարում կամ ինչ-որ բանով զսպում որ ես գնամ դա մոտ է ճշմարտությանը եւ նա արդյոք ավելի է պատրաստ բանակցության քան
նախորդ ռեժիմը։ Բնականաբար ես ինչպես մեր հարցազրույցի սկզբնական մասում նշեցի, որ Իրանը այսօր մերձավոր արևելքյան իր դաշնակիցների, նաև Եմենի, ուրեմն վերջին ուրեմն ամերիկյան ռազմական գործողությունները նաև դա էր հուշում, որ Իրանը այսօր այդ նախկին վարչակարգը եւ նախկին դաշնակիցները արդեն կորցրած իրավիճակում է, այսինքն ինչպես որ նշեցի, եւ այդ միջադեպը, որ նախկին բարձրաստիճան նախագահ եւ դիվանագետներ մահացան, այդ ուրեմն կարծեք այդ խումբը, որը ավելի արմատական էր, ավելի կոշտ էր իր դիրքորոշումներում, հիմա կարծեք ավելի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների եզր գտնող մի վարչակարգ է երևում կարծեք թե, եւ այս իմաստով ես կարծում եմ այստեղ էլ Իրանը այսպիսի կապիտուլացված դիրքորոշում ցույց չի տալիս, ես ինչպես ակնարկեցի, այնտեղ հստակ նշվել է, որ եթե պաշտոնապես, այսինքն եթե լինի որևէ ոտնձգություն ռազմական Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից, մենք պատրաստ ենք այդ նյուկլեար գլխիկներ ուրեմն բերել արսենալ, այնպես որ սա նույնպես զսպիչ է, այսինքն հակառակորդին, եւ մեսեջ է նաեւ, որ Իրանն էլ գողմ է նոր բանակցություններ սկսելու, բայց ամենևին դա չի նշանակում, որ ինքը պիտի այսպես կապիտուլացված իրավիճակում հայտնվի։ Բանակցություններն է դնում առաջին տեղում, հետո այո, եւ Իրանն էլ պետք է մենք համաձայնվենք, որ այդ երկիրը չէ, որ այդ ռմբակոծումներից, այսինքն այսպես ամբողջովին ձեռները բարձրացնի եւ ջերմակ դրոշը, այսինքն դնի, ունի ինքը իր ռազմական ուժը, այսինքն աշխարհի կամ տարածաշրջանի ամենաուժեղ կարող է ռազմական աշխարհի 20-ի մեջ է բնականաբար եւ ինչքան էլ այո Միացյալ Նահանգների հետ ուղիղ իհարկե չի կարող նա ինչ որ Միացյալ Նահանգներին վտանգ չի սպառնում բնականաբար Իրանի ռազմական ուժը, բայց ամենևին իր դաշնակիցներին եւ Իսրայելին կարող է այսինքն մտահոգության մատնել եւ կարող է ուղիղ հարվածներ հասցնել, այնպես որ ես կարծում եմ այս ներկա պահին երկու կողմն էլ ավելի թեորետիկ մասնագիտական, նրանք երկու կողմն էլ պաշտպանական ռեալիզմի մեթոդներով են շարժվում եւ ես կարծում եմ առաջիկայում կլինեն ոչ այո ուղիղ արաբական երկրներ են նշվում, որ միջնորդ են լինելու, այնպես որ ես կարծում եմ նոր բանակցությունների մի շղթա կարող է այսպես վերսկսվել։ Մի կարճած միջնորդների մասին ու գանք մի փոքր մեզ վերաբերող այդ հատվածում։ Այո, Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ բավականին մտահոգված արձագանք է, որ եթե Իրանի վրա հանկարծ հարձակում լինի, տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ կլինեն։ Եվ ասես, քանի դեռ գնացքը չի գնացել, պետք է պայմանավորվել։ Սա ուղղակի հերթապահ նախադասություն էր, թե Մոսկվան կարող է որոշակի դեր խաղալ Վաշինգտոնին զսպող կամ միջնորդ հաշվի առնելով նաև իրենց երկուսի արդեն որոշակի կարգավորող հարաբերությունները։ Ես կարծում եմ դա մեսեջ էր դիվանագիտական նաև այդ Ռուսաստանը որպես գերդերություններից մեկը այս նամանավանդ այս տարածաշրջանում հստակ դիրքորոշում էր, որ Ռուսաստանը ամենևին դրական չէ Միացյալ Նահանգների այս որոշման հետ եւ նաեւ եթե լինի այդպիսի ռազմական արժակատում, ես կարծում եմ նաեւ կխաթարվի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև համաձայնությունը Ուկրաինայի պատերազմի վերջնելու, այսինքն եւ մյուս կողմից Չինաստանի, ինչպես որ նշեցի, հավանական ակտիվությունը այս տարածաշրջան եւ նորից ամբողջությամբ այդ մերձավոր արևելքը կարող է նորից բռնկվել, այսինքն Սիրիայում կարող է իրավիճակ փոխվել, այս Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, նույնպես Գազայում, նույնպես, այսինքն Չինաստանը ու Ռուսաստանը կարող են մի տեսակ բնական դաշնակից դառնալ Իրանին, ճիշտ եմ հասկանում, առանց կձևավորվի հակաամերիկյան մի տեսակ։ Շատ հնարավոր է, եթե լինի այդպիսի, ուրեմն եթե լինի այդպիսի հարված ուղիղ ռազմական Իրանի նկատմամբ, որը ես կարծում եմ տեսականորեն եւ դրամաբանությամբ ես կարծում եմ ներկա պահին դա տեղի չի ունենա։ Միգուցե այսպես ռմբակոծումներ լինեն սաստելու որ գան բանակցությունների, բայց չեմ կարծում ուղիղորեն լուրջ հարված կհասցվի Իրանին, լինի Միացյալ Նահանգների թե Իսրայելի կողմից, որը կհանգեցնի ուրեմն հակա ռեակցիոն հարվածների Իրանի կողմից։ Ես չեմ կարծում, որ այսպես կբռնկվի ամբողջ մեծ մերձավոր արևելքը, երբ պարալել զուգահեռ արդեն նշվում է,
որ ալտերնատիվը բանակցությունների գալն է։ Հա, այսինքն որ Իսրայելը մի քանի անգամ թեթև հարվածներ ուղարկեց ես կարծում եմ դա հնարավորության, այո, սահմանների մեջ է։ Հիմա ինչով է մեզ սպառնում, Հայաստանի Հանրապետությանը։ Մեր հարևանն է, բայց մեր տարածքը չէ։ Այսինքն ինչով է սպառնում։ Իրանց ենթադրենք, եթե Աստված չանի, լինի այդ հարվածը։ Իրանցիների, չգիտեմ, արտագաղթ դեպի Հայաստան, օրինակ Ադրբեջանի ակտիվացում մեր ուղղությամբ, տեսնելով որ ամեն ինչ խառն է։ Ինչով է սպառնում։ Եվ միանգամից այս կոնտեքստում, խնդրում պատասխանեք, արդյոք Հայաստանին չեն դնի ընտրության առաջ եւ ինչ դեր կխաղա Ադրբեջանը իր տարածքով, կլինի Պլացդարմ, նման տեսակետներ կային, այս եւ մեզ էլ չեն դնի ընտրության առաջ նույն Միացյալ Նահանգների սել եւ այլն, թե որոշեք ժողովուրդ։ Այ մեզ ինչով է ամեն ինչը սպառնում, եթե լինի։ Բնականաբար այդ երկու ուրեմն մտահոգությունները, որ նշեցիք, ես էլ կարծում եմ համաձայն եմ, արկա են, այսինքն փախստականների մուտքը Հայաստան եւ այլն, եւ միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Ադրբեջանը կօգտվի այդ այսպես ոչ գայուն տարածաշրջանի իրավիճակից, եթե այնտեղ լինի այսպես բաց առճակատում, այսինքն Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծություն Իրանին, Իրանի կողմից ուրեմն դաշնակիցների, ծոցի երկրների պատասխանը Իրանի կողմից, այս իրավիճակը, խառնաշփոթ իրավիճակը, ես կարծում եմ, որ Ադրբեջանը կօգտագործի միգուցե մեր հարավի հանդեպ ինչ-որ ոտնձգությունները փորձել իրականացնելուն։ Կա այդ վտանգը, կարծում եմ, եւ մենք պետք է ամեն ինչով պատրաստ լինենք բոլոր սցենարներին, անկախ եթե դա տեղի ունենա կամ ոչ, սա նույնպես ռեալիզմն է, այսինքն թելադրում, որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին, եւ Հայաստանը կարծում եմ բոլոր ժամանակներում կարողացել է, նաեւ այս ժամանակահատվածում, այսինքն կարողացել է Միացյալ Նահանգներին կամ եթե կարող ենք ասել հավաքական արևմուտքին համոզել, որ Իրանը մեր ուրեմն հարևանն է եւ մենք չենք կարող ուրեմն այդ սահմանից զերծ մնալ եւ չենք կարող ճշնամական հարաբերություններ ունենալ Իրանի նկատմամբ։ Ես կարծում եմ մեր դիվանագիտությունը բոլոր ժամանակներում անկախությունից ի վեր սա կարողացել է փայլուն դրսևորել եւ ոչ մեկ այսպես բացասական ռեակցիա մենք չենք տեսել այդ արևմտյան երկրներից, որոնք ուղիղ մրցակցության կամ առճակատման մեջ են Իրանի հետ։ Հիմա իսկ ինչ է կարծում, իրենք կդնեն այս հարցը մեզ, այսօրվա Հայաստանը իզոլու է այդ ձեր ասածը նորից շարունակելու, նման ընտրության առաջ նախ մեզ կդնեն, թե ոչ։ Ես կարծում եմ, եթե հարցը լրջանա, այո, որովհետև Թրամփյան այսպես սև ու սպիտակի ուրեմն միտումներ կան, որ ինչպես որ տեսնում եք հիմա բոլոր աշխարհին այսպես թարիֆները 10%-ով այդ արևտուրի մարզադուրքերը ավելացնել եւ այլն, այսպիսի կտրուկ պահանջներ եւ կտրուկ մեսեջներ են հղում, կարծում եմ այս վարչակարգը այդպիսի հարց կարող է Հայաստանի առաջ դնել, բայց մենք միևնույնն է, կարծում եմ մենք պետք է շարունակենք այդ հաջող դիվանագիտությունը, ինչպես որ նշեցի, նա ինչպես նախկինում, նաեւ ներկայում, որովհետեւ Տրամփի ոճի մեջ է, այսինքն նման սպասելի է, իհարկե, այո, սպասելի է, այսինքն ինքը հանրապետականները ընդհանրապես ունեն այդ ոճը, հիմա իհարկե մի քիչ ավելի մեղմ, բայց Բուշն էլ այն ժամանակ հստակ հայտարարությունը կար, որ մեզ հետ չէ, մեր դեմ է, այդ Իրաքյան եւ Աֆղանիստանի ներխուժումի ժամանակ նույն ոճն էր համարյա, բայց ես չեմ կարծում Թրամփը կգնա այդպիսի քայլի, ինչու, որովհետև Թրամփը իր գալուց առաջ, այսինքն իր մեսեջները ինչ էր, որ Միացյալ Նահանգները պետք չէ այլևս այսպես պատերազմական իրավիճակներում լինեն աշխարհի տարբեր վայրերում, այլ պետք է կենտրոնացած լինի իր ռեգիոնում եւ պետք է Միացյալ Նահանգները իր ուրեմն ներքին խնդիրները լուծի եւ պետք է կենտրոնանա իր տարածքի իր ռեգիոնի ավելի իր տարածաշրջանի խնդիրներով այնպես որ նույնը նա թելադրեց ուրեմն Եվրոպային եւ այսպես կոպիտ ձևով մեսեջը դա էր որ մենք ինչու պետք է անվտանգությունը Եվրոպայի ապահովենք Եվրոպան պետք է անվտանգությունը ինքը կարողանա ապահովի ինքը պետք է լեզու գտնի Ռուսաստանի եւ այս էր այսինքն այդ մեսեջը նախագահի եւ փոխնախագահի Միացյալ Նահանգներ անպես որ ես չեմ կարծում անսպասելի կտրուկ ինչ որ Միացյալ Նահանգները այսօր
խաթարի այս ամբողջ մեծ մերձավոր արևելքի ուրեմն որոշ ժամանակավոր հանդարտությունը եւ մխրճի Չինաստանը նույնպես տարածաշրջան, երբ ինքը ցանկանում է Չինաստանի հետ ուրեմն նախ տնտեսապես պայքարել, այսինքն Չինաստանի տնտեսական զարգացումը իրենք նշում են որպես էքսպանսիան Ազիայում, այսինքն Միացյալ Նահանգները պիտի նախընտրի Չինաստանի հետ ուրեմն մրցակցել Ասիայի հողի վրա, այնպես որ կարծում եմ տրամաբանական չէ արիք տալ իր հակառակորդին, որպեսզի նա իր դերը ունենա ուրեմն մերձավոր արևելքում եւ Իրանի հետ հատկապես, որովհետեւ Իրանը ունի վերջի տարիների ուրեմն պայմանագիր Չինաստանի հետ 25 տարվա տևողությամբ, որտեղ տնտեսական զարգացում, անվտանգության համատեղ ուրեմն հարաբերություններ եւ այլն, այնպես որ ես կարծում եմ այո, ես չեմ ասում ռազմական, ուրեմն իհարկե, բայց դա ուրեմն Միացյալ Նահանգների ձեռքով կլինի Չինաստանին օժանդակել, որպեսզի ունենա ազդեցություն այս տարածաշրջանում։ Ես կարծում եմ դա դրամաբանական չէ, ներկա պահին այսինքն։ Այսինքն Թրամփը այսպես ճիշտ է հանրապետական է, բայց ոնց որ ավելի շատ սպառնացող բիզնեսմեն է, քան իրականում կխփի, Ես կարծում եմ, այո, դա ուրեմն սպառնալու այսպես ոճ է, որ մենք բարձր պլանկա է դնում բանակցային։ Այո, ես այսինքն նա ասում է, ես պատրաստ եմ ուրեմն ռազմականորեն հարվածելու Իրանին, այդ է մեսեջը, բայց նաև ինքն է հայտնում, որ այսինքն ինքը դնում է առաջինը բանակցություններ, եւ եթե Իրանը չի համաձայնվում, այլ ալտերնատիվ չի մնում, դա հարցը լուծել ռազմական, բայց մյուս կողմից Իրանն էլ ինչպես որ նշեցի, նա էլ է ասում, որ նույնիսկ ռազմական հարցով, եթե ցանկանում եք այս հարցը լուծել, դա ոչ մի արդյունքի չի բերելու, ես այդ գլխիկները նյուկլեար կարողանալու եմ պատրաստ եմ, այնպես որ ես չեմ կարծում այս երկու ուրեմն հակառակորդ կողմերը կգնան այդպիսի արկածախնդրության։ Հայաստանի մասին ասացինք, մի երկու մյուս հարևանի մասին կարծենք, կարող Ադրբեջանն ու Թուրքիան ինչպես իրենց կպայեն, եթե վատ գնան զարգացումներ։ Կամ ընդհանրապես իրենք ինչու են շահագրգռված, որ լինի այդ հարձակումը, թե չլինի։ Օրինակ Ադրբեջանը, չէ՞ որ ասում են Ադրբեջանում կան իսրայելական հենակետեր, հետախուզություն, օդանավակայանները կարող են օգտագործել եւ այլն։ Այս առումով ինչ կասեք։ Ես կարծում եմ դա նույնպես նույն ծիրի մեջ է, նույն ոճի մեջ է, որպեսզի Իրանին այսպես այդ բերեն ուրեմն զգաստության դաշտ, որ այստեղ էլ նույնպես վտանգ կա, Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները Արցախյան պատերազմի երկրորդ եւ այդ ժամանակահատվածից հետո մենք տեսնում ենք նամանավանդ տնտեսական եւ այլն կա ուրեմն զարգացումներ, այս մերձեցում կա այս երկու երկրների միջև։ Իհարկե սա նուրբ խնդիր է նաև Ադրբեջանի համար, այնպես չէ որ Ադրբեջանը միակողմանիորեն պիտի կարծում եմ ենթարկվի, նա նույնպես ունի, այսինքն հաշվարկներ, որպեսզի չգնա արկածախնդրության Իրանի հետ կամ ամբողջությամբ չդիտվի որպես հակաիրանյան պետություն, որտեղ հարվածներ կստանա։ Այո, որովհետև նա նույնպես պիտի ստանա հարվածներ, եթե այդտեղից լինի ինչ-որ իսրայելական ոտնձգություններ, այնպես որ դա նույնպես պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանին, գալով Թուրքիային ներկա պահին կարծեք Թուրքիայի ազդեցությունը այսպես այդ էքսպանսիոն եւ ախորժակները կարծում եմ որոշ չափով ռուս-ամերիկյան այդ հայտնի հանդիպումից հետո սկսվեց Թուրքիայում այս ներքին ուրեմն ընդդիմության լիդերի շուրջ եղած հարցը եւ կարծում եմ սա որոշ չափով Թուրքիային մղելու իր տարածաշրջանի եւ այդ էքսպանսիան ուրեմն այդ փանթուրանական, փանիսլամական ձգտումներից, որը հասնում է մինչև կենտրոնական Ասիա, կարծում եմ որոշ չափով նաև Իրանի հանդեպ, կարծում եմ Թուրքիային այսպես զսպելու փորձ է նաև այս ներքին Թուրքիայում տեղ ունեցած իրադարձությունները, այնպես որ ես չեմ կարծում Թուրքիան այսօր կկարողանա մեծ դեր ունենալ կամ հնարավորություն լինելու որոշիչ ուժ այս խնդրի շուրջ, նամանավանդ հիմա կա այս թուրք-իսրայելական մրցակցությունը նաև Սիրիայի խնդրում, որովհետև Իսրայելը մի կողմից ցանկանում է ուրեմն Սիրիայի հարավում ունենալ իր ազդեցությունը եւ միևնույն ժամանակ
3 ուրեմն տարբեր քաղաքներում Իսրայելը ռմբակոծել էր Սիրիայում օդանավակայաններ 3-4 քաղաքում, այնպես որ Թուրքիան նաև այդ տարածաշրջանում կենտրոնացած լինելով ես չեմ կարծում կլինի այս Իրանի խնդրում ինչ որ ցանկություններ կամ փորձեր կանի, որովհետեւ ինքն էլ որոշիչ դեր ունենա։ Այսինքն սրվածության ամեն դեպքում կողմ չի լինի, ճիշտ եմ հասկանում, հարվածներին, հաշվի առնելով Թուրքիա-Իսրայել հարաբերությունները։ Այո, կարծում եմ ինքը այս հարցում ավելի նեյտրալ կպահի, որովհետեւ եթե այս հարցում ինքը փորձի ուրեմն այսպես պրո-իրանական կեցվածք ունենալ, որը չեմ կարծում, այս երկու ուրեմն ռեգիոնալ պետություններ մրցակցում են, հստակորեն ինքը Թուրքիան կողմ էր ավելի իսլամիստներին, որոնք կարողացան տապալել, այսինքն Իրանի դաշնակիցները, բայց հիմա մի նոր իրավիճակ է, որտեղ Իսրայել եւ Թուրքիա լինելով դաշնակիցներ, բայց ցանկանում են ռեսուրսների եւ ազդեցության համար մրցակցել Սիրիայում։ Ես կարծում եմ, ինչպես որ նշեցի, Թուրքիան իր տարածաշրջանով եւ Մերձավոր Արևելքի հարևաններով է ավելի զբաղված, քան ունենա ոտնձգություններ արդեն այստեղ ինչ որ ազդեցություն ունենալով։ Եվ մի հարց է վերջում կարող է տարօրինակ թվա, ամենավերջինը։ Արարատ Միրզոյանը վերջին ելույթներից մեկի ժամանակ ասաց հետևյալ միտք ասաց, որ Հայաստանը ուզում է տարբեր բարեկամների մեջ նաև հարաբերությունների կարգավորում, դա հենց այս փուլում էր, երբ ԱՄՆ-ը Իրան։ Ինչ է ակնարկում Երևանը, կարող է այդ Օմանի կամ մյուսների դերը ստանձնել ինչ որ առումով։ Փոքրիկ հարթակ լինել, թե դա ֆանտաստիկայի ժանրից է, սա։ Գիտեք, հիմա աշխարհում ուրեմն ես բազմիցս նշել եմ, միգուցե շատ վաղուց եմ նշել, որ աշխարհը միջազգային հարաբերություններում այսօր ստեղծում է ռեգիոնալիզմը, որտեղ ռեգիոնալ ուժերը, լինի դա միջին հնարավորությունների ուժի, թե փոքր, այսպես փորձում են իրենց հնարավորությունների չափով ազդեցություն ունենալ, այսինքն ամեն մեկի իր ռեգիոնում, պարզ է որ օրինակ ռեգիոնալիզմը ինչ է, օրինակ Իրանը այս ռեգիոնում, Ռուսաստանը ավելի գլոբալ եւ ռեգիոնալ, Թուրքիան, այնտեղ Սաուդյան Արաբիան, Ազիայում մի քանի երկրներ, Ինդոնեզիան օրինակ այդ ազիական երկրներում, Հնդկաստանը, այսպես ռեգիոնալ ուժ լինելով նաեւ իրենք կարողանում են ռեգիոնների ուրեմն քաղաքական եւ դիվանագիտական դիրքը բարձրացնել, այսինքն դառնալ այսօր նույնպես որոշիչ միջազգային հարաբերություններում, այլ ոչ թե ենթակա քերտերություններին, ինչպես եղել է նախկինում, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նամանավանդ Սարը պատերազմի ժամանակ այդ երկրները որոշ փորձում էին նեյտրալ իրենց դիրքերը պահել, բայց ամենայն դեպս ազդեցություն չունեին միջազգային հարաբերությունների որոշումների վրա, բայց այսօր փոխվել է։ Ռիադում ինչ է կատարվում։ Այո, այսօր փոխվել է ուրեմն այս բազմաբևեր աշխարհի գոյությունից հետո նաև փոխվել է այս իրավիճակը եւ այսօր ռեգիոնալիզմը կարևոր այսպես ազդակներ են հետում, որ փոքր երկիրներն էլ կարող են այս բարակայում ինչպես արտգործնախարարն է մեր նշել, կարող է հնարավորություն ունենա նաև փոքր երկիրները միջնորդի դեր կատարելու եւ ես կարծում եմ սա դրական է, այսինքն անկախ ինչ իշխանություն է կամ ինչ ուրեմն կեցվածք ունի կամ իշխանություն ընդդիմություն ինչ խնդիրներ են իրար հետ բարձրացնում կամ լուծում, բայց ամենայն դեպս կներեք Հայաստանի կողմից այդպիսի եթե առաջարկ լինի, այսինքն միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները բանակցության սեղան բերելուն, դա կարծում եմ դրական ազդակ կլինի, գոնե Հայաստանը որոշ չափով ցույց կտա, որ ինքն էլ տարածաշրջանում գործոն է, այլ ոչ թե լոկ մի տարածք, որտեղ մեծերը կարողանում են լուծել Հայաստանի ճակատագիրը կամ Հայաստանի տեղ որոշումները։ Այնպես որ ես կարծում եմ դա եթե Հայաստանը կարողանա, այո, ես կարծում եմ դա դրական կլինի։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր արևելագետ միջազգայնագետ Արարատ Կոստանյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։